Ընդհանրապես, եթե այս պահի դրությամբ դուք արդեն իրազեկ եք, տեղյակ եք ինչ է կատարվել, մենք հասել ենք մեկ կարևոր կետի, որ այս պահի դրությամբ տեսնում եք խաղաղ, հանդարտ, թե իրապահ մարմինների կողմից, թե այն տղաների կողմից, որոնք գտնվում են մեր հարակից զորամասում։ Գտնում են, որ սա ամենից մեծ մեր հաջողության գրավականն է եւ համոզված եմ, որ թե իշխանությունները, թե մեր զինված խումբը կպահպանեն անդորը եւ քաղաքակիրթ ձեւով լուծումներ կտան մնացած բոլոր այն հարցերին, որոնք բարձրացրել են տղաները եւ իշխանությունները համոզված են, որ ինչ-որ տեղ կընթառան։ Ինչպես է պատկերացնում հանգուցալուծումը ստեղծված իրավիճակի։ Վստահ եմ, որ ամեն ինչը խաղաղանցնի։ Նախ ինչու եմ ես հայտնվել ստեղ, ես այմ հայրենիքն եմ միանշանակ եւ տղաները, զինված տղաների մեջ կան մեծամասնություն տղաները, որոնք մեր պատերազմի ժամանակ միասին մենք ճանապարհ ենք անցել եւ ինչու՞ չէ կան այնտեղ զինվորներ նախկին 77-րդ գումարտակի, որոնք իմ հրամանատարության ներքո տարբեր ճակատներում մարտական գործողությունների մասնակցել են։ Եվ ես չէի կարող ձեռը պահմանալ, չլինել մի վայրում, նամանավանդ, երբ որ մեր հայրենիքն է, նամանավանդ, երբ որ նորից եմ կրկնում, այդ մարտական իմ ընկերներն են։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, թե խնդրել է, թե չի խնդրել Ժորժը։ Ինձ որևիցե մեկը չի խնդրել, դա իմ պարտականությունն եմ համարել։ Պարոն Բալասյան, ասել եք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, այդ դեպքում Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիրյանը իրենց համար են Ես եմ ասել, որ չկա քաղբանտարկյալներ։ Ամեն դեպքում Շանթի եթերում դուք այդպիսի հայտարարություն եք։ Ճիշտ եք ասում։ Այո, ես երգում եմ եւ դրա մասին եւ խոսում եմ Ժիրայր Սեֆիրյանը, ես քիչ առաջ եղել եմ Ժիրայր Սեֆիրյանի մոտ, մենք եղել ենք համապատասխան նախագահի ներկայացուցիչն ա եղել է Ալեք Ենիգոմշյանը, մենք քննարկել ենք զենքերը վայր դնելու բանը, հարցը, դեև այդպիսի հարց եւ 3 առաջ որ Ժիրայրի հետ առավոտյան հանդիպելուց եւ տղաների հետ, նրանք ովքեր ասում են քաղբանտարկյալներ, եւ մեկ եկել ենք մեկ եզրահանգման եւ Ժիրայրի եւ այս տղաների հետ, որ իրանք բան են որակավորում են անում, որ այդ մարդիկ քաղաքական ինչ որ այլախոհ են եղել եւ այլն։ Քաղբանտարկյալ հասկացություն ընդհանրապես Հայաստանում չկա Ժողովուրդ ջան։ Դա իմ անձնական կարծիքն է, եթե նրանք ովքեր հիմնավորում են, որ կա քաղբանտարկյալներ, թող հիմնավորեն իլուր աշխարհի եւ ժողովուրդ իմանա, որ կա քաղբանտարկյալ։ Ասացիք, որ Ժիրայր Սեֆիրյանի հետ քննարկել եք զենքերը վայր դնելու հարցը։ Սեֆիրյանը ինչպես է արձագանքել։ Սեֆիրյանը շատ դրական է արձագանքել, պատրաստ է ճիշտն ասած, բայց Սեֆիրյանը մի քանի հարցեր է առաջ քաշել, երևի այդ հարցերը պատկանամարմինները կպատասխանեն։ Ինչ։ Մանրամասներ ինչ հարցեր։ Ոչ, չի կարելի մանրամասնել, որովհետև դա հարցեր է, որոնք որ չի կարելի այս պահին հրապարակել, որովհետև այդ դետալների Սասնածռերի անդամների տեսլականը հանգուցալուծման հետ կապված համընկնում է, թե տարաձայնություններ ունենք։ Հիմա այս պահի դուրությամբ կարող է տարաձայնություններ լինի միանշանակ, որովհետև մարդիկ, որոնք որ այս ակցիան կատարել են, ես կարծում եմ, որ տղաները իրենց առաջի փուլ ակցիան կատարել են գերազանց, ըստ իրենց, ես էլ կարող եմ գնահատական տալ, իհարկե չի կարելի այսպիսի ակցիաներ միանշանակ, դա բոլորս պետք է դատապարտենք, հիմա մարդիկ կան, որ մտածել են այդ ճանապարհով ակցիա անելը։ Պահանջը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտություն այսօր Հայաստանում կա։ Ես եւ Ժիրայր Սեֆիրյանը եւ այդ տղաները, որոնք գտնվում են մեր կողքին, նրանք մեծամասնությունը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականից, բայց կան մարդիկ, որոնք որ պնդում են։ Իսկ կարող եմ ասել պաշտոնական, որ քիչ առաջ էլ մենք կես ժամ առաջ Ժիրայր Սեֆիրյանը ասեց ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից։ Ես ճիշտ հասկացա, քստակեցնեք, Սասնածռեր խմբի անդամների մեջ կան մարդիկ, որոնք այլևս չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ոչ, դա մեծամասնությունը պահանջում է քաղբանտարկյալների ազատ արձակում միանշանակ, մեծամասնությունը պահանջում է այս օրերին, դեպքի օրերի ինչ որ մարդիկ են ձերբակալվել տարբեր, չգիտեմ ինչ որ մեկը որպես օժանդակող կամ նախկին նախախորհրդարանի անդամ
եւ այդ ձերբակալությունները չշարունակեն եւ նրանց ում ձերբակալել են, այսինքն չեն կատարել այնպիսի հանցանք, որը թերեորեն հետապնդելի է կամ ծանր մարմնական վնասվածքներ չեն հասցրել, այդ մարդկանցը լուծում տան։ Սա առաջին դա առաջարկությունն է այդ զինված տղաների։ Այսինքն տարբերակի կողմնակից Սասնա ծռեր խմբից կոնկրետ ովքեր են ձեզ նման բաներ։ Հիմա ցանկալի կլինի դուք ամենքդ բանը ազատ է, բայց ես ձեզ կառաջարկեի, որպես ձեր անվտանգության հարցը լուծես, ձեզ բոլորին հորդորում եմ, խնդրում եմ, այս գծից ձախ որևէ մեկը չգնա, որտեղ ես անձամբ պատասխանատու եմ դրա համար, այս տեղանքը համաձայնեցնելով իրապահ մարմինների հետ եւ իշխանության առաջի դեմքի հետ եւ տղաների հետ տարածքը ընտրել եմ ես։ Դե որևէ մեկը իրավունք չունի այս տարածքից դուրս գալու։ Բայց այս գծից այսքան մենք ում հետ զրուցեցինք, իրենք Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին են խոսում։ Հիմա կան, նորից եմ ասում, կան, ես անուններ չեմ շոշես, դատավոր չեմ, միանշանակ ասեմ, դա չի նշանակում, որ շփվել եմ բոլորի հետ, պետք է բոլորի կարծիքը իմ համար լինի ինչ-որ դողմա, եւ ես ինձ իրավունք չեմ վերապահում բարոյական, որպեսզի ուրիշները տեղացնեմ, երեք ասել է այսօր կասեց այն, իրադրություն կփոխվի եւ ինքը ընդհանրապես ուրիշ բան կասես։ Ամեն մի րոպե, մի քանի օր առաջ, րոպեների ընթացքում իրադրություն է փոխվել։ Հիմա տեսեք, այդ օրը ակցիա, նրանից հետո շարունակական միտինգները դուք տեսեք, որ կան մարդիկ, որոնք ասում են միտինգների ժամանակ եղել է պրովոկացիոն բաներ, որը պրովոկացիա արել իշխանության թեւը։ Ես կարող եմ ձեզ վստահ ասել, իմ մոտիկ հարազատ մարդիկ, որոնց ես վստահում եմ, եղել են միտինգի տարածքում, այդպիսի մարդիկ այնտեղ չեն գտնվել։ 3 չէ նախորդ օրը կամ 3, եթե իհարկե եղել են, եթե իհարկե պնդում են, որ եղել, ապա ինչու 3 խաղաղ անցավ, ուրեմն չի եղել։ Որոնց այդ պրովոկացիաները կատարում են նրանց կողմից, ովքեր ուզում են արյուն թափել։ Այդ մարդիկ մեր հասարակության մեջ տեղ չունեն։ Պարոն Բալասանյան, կա երաշխիք, որ ոստիկանության գործողությունների չի դիմի, մանավանդ որ պատահ։ Ուրեմն ես ուզում եմ բարձրաձայն ասել եւ նախ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, իրապահ մարմիններին, զինված խմբի բոլոր տղաներին, որ այս պահի դուրությամբ բոլորը խոհեմ գտնվեցին, որ այլապես կարակելը դա բանի ինչ որ արդյունքի չի բերել։ Կարող եմ վստահաբար ասել, որ մենք առավոտյան ժամը 11-ին ես անձամբ եղել եմ հանրապետության նախագահի մոտ, հանրապետության նախագահը տվել է համապատասխան հանրարարականներ բոլոր իրավապահ մարմինին ուժ չկիրառելու մասին։ Մինչև խաղաղ հարցերը չլուծի։ Բայց ես ներկայացրել եմ տղաներին առավոտյան, նրանք ովքեր կօգտագործեն զենք, տեղում կրելու են համապատասխան պատիժը։ Այսինքն ասած անվերջ կարող է շարունակել։ Անվերջ չի շարունակել, անվերջություն ընդհանրապես չի լինում։ Սա կար ժամանակում մենք պետք է լուծում տանք, այսօր վաղը պետք է զենքերը վայր դնենք։ Հիմա տեսեք, այսօր ասում ենք 50-60 հոգի կան այստեղ զինվածքում, նույնն է վաղը մեկը Գյումրիում կամ Գորիսում 100 հոգանոց մեկ զինված խումբ ստեղծի, հիմա ասենք, սրանք ուզում են առաջի օրը ասում են պետք է կառավարություն ձևավորենք, Սերժ Սարգսյանը հրաժարական տա եւ ձևավորենք այն կառավարությունը, որը ժողովուրդ կընտրի, իմ համար շատ ճիշտ ասած անընդունելի է եղել։ Հիմա մի պահ պատկերացրեք զինված խմբի նպատակները կատարվում է։ Եվ իշխանությունը հրաժարական տարել ձևավորում է այն իշխանությունը միջանկյալ։ 3 ամիս հետո 100 հոգի կզինվեն, 2 անգամ ավելին եւ կասեն ձեր իշխանությունը չենք ընդունում։ Երբևիցե բոլորը պետք է մտածեն, որ զինված հարց չեն լուծում։ Զինված ուժերը նրա համար է, որպեսզի մեր երկրի, մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանեն։ Ինչի դիմաց իրենք զենքը վայր կդնեն։ Ես քիչ առաջ ասացի իրանց ցանկությունը, իրանց առաջարկությունները։ Իրենք առաջարկել Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հիմա դուք եք լսել, ես չեմ լսել։ Կառավարության հրաժարական հարցերանին դրված։ Հիմա ես չեմ լսել, դուք եք լսել։ Հիմա Ժիրայր Սեֆիլյանը չի պահանջում կհստակի։ Ժիրայր Սեֆիլյանը չի պահանջում նախագահի հրաժարականը, Ժիրայր Սեֆիլյանը
ոչ թե պահանջում է, առաջարկություններ ունի, կարող է դա իշխանության ներկայացուցիչը ներկայացնի այն առաջարկությունները, քաղբանտարկյալների ազատ արձակում, Ժիրայր Սեֆիլյանի կալանքի խափանման միջոցի փոխում, ամսի 17-ի այս դեպքերի վերաբերող այն մարդիկ, որոնք ձերբակալվել են, ազատ արձակում։ Այս Ժիրայր Սեֆիլյանը այս պահի դրությամբ մենք շոշափել ենք այդ հարցերը։ Պարոն Բալասանյան, այստեղ հավաքվածներ նշում են, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը նաև տարածքների վերադարձման շուրջ այդ բանակցություններով է պայմանավորված։ Դուք շփումներ ունեք Ուրեմն ասեմ հետևյալը, երբ որ առաջի բանը եւ տղաները եւ Ժիրայր Սեֆիլյանը առանձին հայտարարություն են արել, որ պետք է Սերժ Սարգսյանը օր առաջ հրաժարական տա եւ հողերի հանձնման համար ինքը հայտարարության, որ հողերը չենք հանձնելու։ Պատճառները, իրանք պատճառները փնտրում են կամ այն լուրերը, որոնք որ շրջանառության կամ պատտվել է այդ շրջանակներում, վերջի այսն էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցը հող հանձնելու տարբերակ չի քննարկվել։ Դա հարց ինքը բարձրացրել է պարոն Բալասանյան։ Ոչ, այդպիսի հարց չի բարձրացվել։ Սերժ Սարգսյանը հանդիպել է 4-5 խմբի հետ, վերջի խումբը եղել ենք մենք, եղել են, կարող եմ ասել, մեկ առ մեկ ովքեր են մասնակցել։ Իսկ Սանկտ Պետերբուրգում Մի վարքյան կներես։ Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը, մեր հոգևոր առաջնորդ Սրբարքև Սրբազանը, Ծատերյան Արմոնը մասնակցել, որ պատգամավոր, որպես շարժման, այսպես ասած, լիդերներից, մասնակցել է Էդվարդ Ղուկասյանը, շարժման լիդերներից Վիրաբույժ, մասնակցել է Ժաննա Գալստյան, ազգային ժողովի պատգամավոր, շարժման ակունքներից, մասնակիցներից, միանշանակ Սերժ Սարգսյանը, Արկադի Կարապետյանը, նախկին ինքնապաշտպանական ուժերի ծառայող, Ռազմիկ Պետրոսյանը, Թոշակառու, որը նույնպես Արցախյան շարժման մասնակից է, Համլետ Գրիգորյանը, նախկին կրթության նախարարը, Վիտալի Բալասանյանը, ես, դեսպանը Հայաստանի Հանրապետության Ռուսաստանում Օլեգ Եսայանը, նախկին երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։ Այդպիսի հարց չի քննարկվել։ Սերժ Սարգսյանը առաջարկ ասել. Ես ուզում եմ լսեմ ձեզանից բոլորի կարծիքը, ինչպիսի ֆորմատ եք տեսնում լուծման ուղիները։ Ուրիշ ոչինչ բան մասի չողել։ Ես անձամբ հարց եմ տվել Սերժ Սարգսյանին, պարոն նախագահ Հայաստանի Հանրապետության, կա որևէ պետություն, մարդ, ուժ, որը ձեզ վրա ճնշում է գործադրում կամ պարտադրում, ինքը ասել է ոչ ու չի լինելու։ Պարոն Բալասանյան, Համլետ Գրիգորյանն ու Ռազմիկ Պետրոսյանը մեզ այդ զրույցում ասել են, որ նման կարծիք է հարցրել, ինչ եք մտածում հողերը հետ տալու մասին։ Ռազմիկ Պետրոսյանն ու Համլետ Գրիգորյանն են ասել։ Ինձ են ասել։ Չէ, նախագահը ասում է հանդիպմանը նման կարծիք է հարցրել։ Այդ նույն հանդիպմանը Նորից նույն հարցերը ուղեք այդ նույն երկու անձին։ Պարոն Բալասանյան, դուք նշեցիք, որ այստեղ կան մարդիկ խմբավորման անդամներ, ովքեր չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Պահանջում է միայն ազատ արձակում, բայց հենց հիմա իրենք նորից շարունակում են պնդել, որ իրենք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ինձ այդպիսի հարց է, ես ինչ լսել եմ նրա մասին եմ խոսում։ Խոսում Ժիրայր Սեֆիլյանն էլ, հա, որ հանդիպել եք չէր պահանջում Սերժ Սարգսյանի։ Այո։ Պարոն Բալասանյան, ուղղակի ուզում ենք հասկանանք, հա, ինչի դիմաց են իրենք զենքերը վայելել։ Ոչ մի պահանջ չի կատարվել, ոչինչ չի փոխվել ու ուղղակի զենքերը Ես վայելել։ ասում, թող բանակցեն։ Զենքը նորից եմ կրկնում, զենքով հիմա ակցիան արդեն կատարվել է, բոլորը արդեն հասկացել են, ինչ պահանջներ կա, ինչ խնդիրներ ունենք, ինչ բացեր ունենք, թե մեր զինված ուժերում, թե ներքին, թե քաղաքական, թե արտաքին քաղաքականություն արդեն հասկանալի է բոլորի համար։ Պետք է իշխանությունները սթափվեն, րոպե առաջ սկսեն։ Մեր հետ միասին իհարկե, մեր հետ միասին։ Առանց մեր ժողովրդի օգնության, օժանդակության իշխանությունները չեն կարող որևէ քայլ անել։ Այսինքն բանակցել զենքերը վայր դնելուց հետո։ Այո։ Պարոն Բալասանյան, իսկ զենքերը վայր դնելուց հետո ինչ է սպասվում ըստ Ուրեմն կարող եմ նորից կրկնեմ Հայաստանի Հանրապետության նախագահի եւ իր ապահ մարմինների հետ հանդիպման, որի մասնակցել եմ ես, որևէ անօրինական հայտ չեն